Հիմա եսա ձմեռալնում, չգիտեմ թե ոնց պետք է անեմ, ես ինչ պետք է անեմ, այսպես մոլորված, չգիտեմ, ես ում ասեմ։ Նոր տարվա բերան սաստիկ քամին տհաճ ակնկալ է արել օշականցիներին։ Կիրակի լուսաբացը բարի չէ շատերի համար։ Ձայնից լսեցի, այս ժեշտը ճանապարհից եք վերցրել, մոտ մի 150 մետր անցկացրել էր ճանապարհներ, փակ պրոբկա էր, մենք ենք ժողովրդից գոհ շնորհակալ եմ, այս ժեշտերը սա ասես փոք է, տարեք եսնել Շուրատվեյանի վրա ու ահա որ այս փեդեր մեդերն է քամիներ մտես այս դատախում էր։ Պոկված տանիքներ, որ քամին շպրտել էր փողոցներ, կոտրված ապակիներ, ավերված պատշգամբներ։ Եթե չսարքվի, նոր եմ սարքել տունս, ռեմոնտ եմ արել, վարկի տակ եմ ընկել կրիշտ եմ արել, ժեշտերը սարքել են։ Օշականցի տղամարդը հաշվել է, որ 1 միլիոն դրամից ավելի փող է պետք տունը հին տեսքին բերելու համար։ Տանիքի թիթեղները դեֆորմացվել են, դրանք չեն կարող օգտագործել, նորը պետք է գնեն։ Աղետալի կլինի վիճակը, եթե տեղումներ գան անկտուր տների վրա։ Հիմա այս պահին եթե գա անձրև, իմ ռեմոնտը լրիվ եւ այլև արի կետա։ Կիրակի առավոտյան օշականի վարչական ղեկավարի մոտ են գնացել, ուղղորդել է խոշորացված աշտարակ, դիմում են գրել։ Հույս ունեն պետությունը փոխհատուցում է տալու։ Հակառակ դեպքում վարկով վերանորոգված տները կմնան առանց կտուր։ Երեխա լավա չի եղել, մեքենա լավա չի եղել, հանկարծ մեքենայի վրա լներ, պրոբլեմներ, հիմա արդեն եկավ տների առաջ, չգիտեր թե ոնց կլներ, թե ինչ կլներ։ Անկառավարելի քամին Կիրակի լուսաբացին մտել է նաև ապարան։ Քաղաքի ճեմուղին անճանաչելի դարձրել, ամանորի զարդարանքը քշել տարել է, կարծես սարսափ ֆիլմ լիներ, պատմում են քաղաքում։ Ճեմուղին է, մեր ճեմուղին ապարանի, այսպես ջարդված վիճակ էր, խանդված։ Այսօր պետք է ապարանում վառեին տոնածառի լույսերը, տոնական միջոցառման էին պատրաստվում։ Բայց դեռ փորձում են ուշքի բերել քաղաքը, բարեբախտաբար մարդիկ չեն տուժել, տների տանիքները տեղում են։ Եթե 18 թվականի թուրքն մեզի չի կոդրել, իր չէր կոդրի, քամին մեր համար ինչ է դի։ Մենք վերականգնել ենք, հեսա տեսեք, ճեմուղին վերականգնել քամի։ Սաստիկ քամու պատճառով Կիրակի լուսաբացին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, Երևանի որոշ հասցեներում հոսանքն անջատվել է։ Օդային գծերում հենասյուները վնասվել էին։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։